Բալես սուրճը պատրաստ արի։ Ալո։ Բակրատ։ Բագրատը չի, Արամն է։ Արամ ջան։ Չհասկացա, դու ինչ ես պատասխանում Բագրատի հեռախոսի։ Հորքուր, խնդրում եմ, տաքսի կանչի ու արի պապիի տուն։ Ինչ է եղել։ Խնդրում եմ, ուղղակի արի։ Արամ Բագրատին ինչ-որ բան է եղել։ Խոսի։ Հենց հիմա արի։ Այ բալա, խոսի, հասկանամ ինչ է եղել։ Ճիշտն է սա։ Մահացել է։ Որքուր ինչ է եղել։ Որքուր։ Բագրատ։ Պապա, չկա, մահացել է։ Հալո։ Ինչ կա, պապ։ Էլի լավ է, որ հետաքրքրվում ես։ Կարանք առանց հայգնական տեքստերի։ Ես քեզ ընդհանրապես չեմ հայգնում։ Ինչ վիճակ է այդտեղ։ Անց կուզենայի իրական բառով նկարագրեի։ Բայց դե լավ, անցանք։ Հետ եմ գալիս։ Ապրես։ Հիմա մար ճիշտ ասած գնալը դեր անիմաստ։ Այդ կարևոր չի։ Տոմսերը արդեն վերցրել եմ, հասնեմ Հայաստան կզանգեմ։ Դե սպասում եմ։ Ես ինչ-որ բան ես մոգոնում, հա? Բան չեմ մոգոնում, բան եմ մտածում։ Չես մտածում, արդեն որոշել ես։ Հիմա էլ ուզում ես հասկանաս, ճիշտ է թե չէ։ Ավակ մտածում եմ, կարող է Հենրիին զանգեմ։ Հա, բա իհարկե, մի հատ էլ Հենրիին զանգի։ Ամոթը լավ բան է։ Ձեռես առնում չեմ հասկանում։ Բա Հենրիին զանգել ես որն է։ Զանգես ինչ ասես։ Հա? Անգելինան մեղ կա, տանջվում է։ Հետո զանգող լինեմ ես կզանգեմ։ Դու զանգես ինչ խոսես հետը, ինչ քննարկես։ Չեմ հասկանում, ես իրավունք չունեմ իմ երեխու երջանկության ու հանգստության համար գոնե քայլ անեմ։ Չէ։ Հիմա բոլոր քայլերը ժամանակավրեպ են, բոլոր։ Դա ինչ ասեմ, պետք է նստենք ու սպասենք, տենանք երեխեն ոնց է տանջվում։ Հիմա քո մոտ երկաթված վիճակ է, դու չես հասկանում ինչ ես ուզում։ Հանգստացիր, հետո կխոսանք։ Բարև ձեզ Աննա Բագրատівна ջան, ցավում եմ։ Ներես բալես, քեզ էլ անհանգստացրի։
Վայ, դուք չգիտեք, որ դուք իմ հարազատն եք, չեք անհանգստացնում։ Երեխուն կերակրել եմ, քնած է, շատ բան չկա անելու, ուղղակի տանը լինես, կողքը լինես, որ հանգիստ լինեմ։ Ոչ մի խնդիր, դուք հանգիստ գնացեք։ Մեկ էլ քեզ պիտի խնդրեմ, որ Ֆայնային առայժմ ոչ մի բան չասես։ Չեմ ասի։ Դե ես հագնվեմ շուտ գնամ կամ չեմ ուշ։ Հանգիստ գնացեք ձեր գործերին։ Երեխան ապահով ձեռքերում անհանգիստ տղեկ։ Ինչ արեցիր քո կյանքի հետ։ Ես չեմ կարող քեզ այս վիճակում տեսնել։ Բացի աչքերդ խնդրում եմ Բագրատ։ Բացի աչքերդ խնդրում եմ։ Խնդրում եմ բացի։ Ինձ վիրավորի, ինչ ուզում ես արա մենակ բացի աչքերդ խնդրում եմ։ Բացի աչքերդ։
Հուսով եմ վատ անակնկալ չէր ու դու իրոք ուրախ ես ինձ տեսնելու համար։ Ինչ ես խոսում, իհարկե ուրախ եմ։ Ներս արի։ Չես կարա պատկերացնես ինչքան ուրախ եմ, որ եկել ես։ Վերջին մեր խոսակցության ժամանակ հասկացա, որ հետդ մի լուրջ բան կատարվում է։ Դրա համար էլ եկել եմ։ Հիմա առաջացի, հետո կխոսենք։ Դատուր։ Հիմա սուրճ ենք խմում, հետո հաց ուտենք, թե հաց ենք ուտում, հետո սուրճ խմենք։ Սոված չեմ, բայց քույրիկից ձեռքով պատրաստած այդ քաղցր սուրճից հաստատ չեմ կարող հրաժարվել։ Հենց հիմա։ Դուք ես տեսնեմ։ Մերի, հետդ ինչ է կատարվում։ Ինչ ես հիասթափված։ Արամի հետ ինչ-որ խնդիրներ ունես։ Չէ, Արամի հետ խնդիրներ չկան։ Արամի ընտանիքի անդամների հետ էլ խնդիրներ չկան։ Նրանց բոլորին շատ սիրում եմ։ Ուղղակի ես անհասկանալի վիճակներն ա ստիպում, որ սենց լարված լինեմ ու անտրամադիր։ Չգիտեմ ինչ լուծում տամ։ Կոնկրետ ինչ իրավիճակը։ Արամի պապան խնդիրներ ունի։ Արամի պապային են գողանում, հետո Արամին։ Հետո ծեծված բերում են տուն։ Ու տենց մի շարք անհասկանալի պատմություններ։ Հետո պարզվում է, որ Անգելինան Արամի պապայի աղջիկն է։ Մի րոպե։ Անգելինան ինչ։ Անգելինան Արամի պապայի աղջիկն է։ Ես ինչ անհավանական պատմություն է։ Ու ես այդ անհավանական պատմությունների մեջ ապրում եմ։ Բայց լավ, հիմա արի այդ վատ թեմաներից չխոսենք, ավելի լավ է սուրճը խմենք, հետո դուրս գանք ման գանք։ Լավ։ Սիրտը թողացավ։ Ձեռդ կտրի։ Չեմ ուզում քեզ լսեմ։ Էս է իր չէ ուզում։ Ոնց եղավ։ Ինչից մահացավ։ Աննատ եկավ, ներկայացում սարքեց տեղ, ապան վատացավ ու ընկավ։ Խնդրեմ, հիմա էլ չի ամաչում անինքնասերի պես հետ է եկել։ Հենց հիմա գնա իմ տնից, անինքնասեր տական քեզ դու, ինձ պատասխանելու բան չես ունենա, չէ, էլ ինչ ասես, պապայի գլուխը կերար։ Լիլիթ հերիք եղավ, գոնե հիմա ձենդ կտրի, մի ամբողջ կյանք դու ինձ ստորացրել ես ու ես հանդուրժել եմ, մի անգամ էլ բերանդ բացեցիր, թե չէ ինչ, ինձ էլ ես սպանելու պապայի պես։ Ձերդ կտրի, բորջը լսեմ են։ Աննորմալ, հետ էլ հարցա պապային ով ասպանել, դու մի անհանգստացի, ես անպայման կիմանամ պապային ով ասպանել։ Հատկուր կներես, ես չեմ կարողանում իրա ներկայությունը հանդուրժեմ գնում եմ, բայց գիշերս տեղ չմնաս, կզանգեմ, ես կգամ քո հետևից։
Գնացեք։ Գնացեք։ Չեմ հավատում։ Ինչի՞։ Արածներիդ։ Ինչ եմ անում որ։ Ինչ իմանամ։ Ավելաբար բարի խումբ կանչի, աղուհացու դիմավորի տղիդ։ Բաթող կենտրոնանամ հա մի հատ։ Կենտրոնանես, որ ինչ անես, արդարացնես ասածները։ Չէ, կենտրոնանամ, որ ասածները չլսեմ ընդհանուր։ Այդ տղա, զգուշ կենտրոնացի, միտեղ չցավացնես։ Իմ դարդը հետ ամենակ։ Eնում բալենա։ Պապուտ ես կաշե։ Ինչ կա, պատմեք տենան ոնց եք։ Պապի տղա ջան։ Մի հատ էլ նստի խորը շունչ քաշի հանգստացի նոր խոսանք։ Պապ շունչ քաշելու ժամանակ չկա։ Ամեն ինչի ժամանակ էլ կա հանգիստ տեղի։ Կարամ հասկանամ ինչ փուլում ենք հիմա։ Դե, ինչ փոլում ենք։ Պարզվում է երեխեքի արքով աճարքով եմ զբաղվում, հələ որ այդքանը։ Լավ բահակառակը ոնց պիտի ապացուցվի։ Դե, երևի կապացուցվի էլի։ Որոշել ես ինչ ես անելու։ Մի հատ բարսացի վերև փոխվի, հետո դրա մասին կխոսանք։ Հա, հալել։ Նոր տուն հասա։ Ինչի համար ես ցավակցում։ Հալալ խոսա բան հասկանամ։ Հերի։ Ես նոր լավ էր, սան ինչ եղավ։ Հալալն էր։ Ասում եմ Բագրատը մահացել է։ Յողորմի Բագրատին։ Ոնց չեմ սիրում ես հանդիպումների սենյակը։ Ամեն անգամ ստեղ գալուսնի արդեն անում։ Հիմա էսա պիտի հարմարվենք։ Դու այդ տղուց ասա։ Ուշքի ա եկել պապ։ Տեսել ես։ Դու այդ առումով կարող ես հանգիստ լինել։ Ես իրա բերանը փակել կտամ։ Մի տեսակ ես ինչ որ բան ա եղել։ Ինչ ես քանը քիչ հա։ Չէ, սրանից զատ։ Բագրատն է մահացել։ Ինչից։ Ընկել ա տանը։ Աստորեն սատանան էլ գնաց։ Մեր այնքան բանի համար եմ ափսոսում, չես պատկերացնի։ Օրինակ, Դե օրինակ չափից շատ նվիրվելու, իմ մասի մոռանալու ու մենակ իրանով ապրելու համար։ իսկ ես հենց այդ էի ուզում քեզ բացատրեի, բայց դու չէիր լսում։ Երևի մտածում էիր ես քո թշնամին եմ։ Բայց ես ընդհանրապես ուզում էի, որ դու երջանիկ լինեիր ու քո լիարժեք կյանքով ապրեիր սա։ Մեր նենց եմ հիասթափվել, չես պատկերացնի։ Ժամանակի ընթացքում, որ սկսում եմ սառը դատել ու վերլուծել, հասկանում եմ, թե ինչքան սխալներ արել ու այդ ամենը ես հանդուրժել եմ։ Դե սիրել ես, իսկ այդ դեպքում նորմալ է։ Բայց նորմալ չի, երբ որ դու
փոխադարձ սեր չես տանում ու մենակ դու ես հանդուրժում։ Սեմ հավատա բոլորի կյանքում էլ պատահում է։ Ուղղակի պիտի թերթես այդ էջը ու անցնես առաջ։ Դե դրա համար էլ եկել եմ Հայաստան։ Ուզում եմ գործս վերականգնել ու անցնել բնականon կյանքիս ու էլ հետ չգնալ ու իրան մոռանալ։ Ինչ ուզում ա լինի, որտեղ էլ ուզում ա լինես, ինչքան էլ ինձնից հեռու լինես, մեկը հիշի ես միշտ կողքիդ եմ ու ցանկացած հարցով պատրաստ եմ քեզ օգնել։ Ես միշտ մտածում եմ քո մասին ու ուզում եմ, որ դու միշտ երջանիկ լինես։ Գիտեմ մեր։ Դե ուրեմն ընդունի իրավիճակը ու բաց թող։ Ոնց որ թե մեր մանկության հանցախումբը հավաքվում է։ Չեմ հավատում։ Հավատա։ Ոնց ես։ Կարոտած։ Բայց ես պատկերացնի մենք ոնց ենք կարոտել։ Էլ կարոտելու առիթներ չենք ունենալու։ Լավ, սպասեք նստեմ, մնացածը նստած պատմեք։ Շատ ես փոխվել, Սեմ։ Լավ չի։ Չգիտեմ, դուք իմանաս։ Դե մնում է դեպի լավը փոխված լինեմ, դա կարևոր։ Իսկ ես առաջարկում եմ ընտրենք։ Սիրով։ Շատ ավելի մեծ սիրով։ Ինչ տարար հետը Բագրատ, բոլորի կյանքերի հետ խաղացիր, բոլորին դժբախտացիր, ինչ տարար հետըտ, մենակ չարություն վիշտ ու ցասում։ Լավ, արի հասկանանք ով այդ պապատ։ Սոս կամած, եթե պապան լսի երկուսս կսպանի։ Այդ հələ հարցը անում կսպանի, շատ չես գերագնահատում հորը։ Ամբողջ կյանքում պապան քեզ տիրություն արեց, քեզ թև ու թիկունք եղավ, վերջում տեսանք ինչի արժանացավ, գոնե մարդ եղի, մի քիչ մեղավորություն զգա, Դու չես ինձ դա թողը։ թեկուս, բայց դրանից դատի թեման չի փոխվում, Դու ունենգության մարմնացում ես։ Բերանդ բացում ես, թե չէ դու ինատապ։ Մեզ որ մի խոսի։ ինչ մեղք ես օրքուր, լուրջ եմ ասում, ամեն մեկս մերն ունենք, իսկ դու անտեր մնացիր։ Դու ճիշտ ես։ Ես մեղք եմ։ Շատ մեղք եմ։ Իսկ դու եթե քոնն ունես գնա նրա մոտ։ Ինչ ես մնացել։ Մարդ ավելի լավ քույր չունենա, քան քեզ կամ Աննայի պես քույր ունենա։ Մարդ ավելի լավ չապրի, քան քեզ նման ապրի։ Գնա։
Ոնց էի կարոտել այս փողոցները։ Բա պիտի կարոտ էիր, բա ինչ, մեր ողջ մանկությունն է այստեղ անցել։ Երանի այդ օրերը հետ գային։ Ես էլ եմ շատ կարոտում։ Երեխեք հիշում եք այն ժամանակվա խնդիրները։ Հա, չէ, ծակ գնդակ։ Չգրվող կավիճ։ Շուտ կանչող պապա։ Դե վերջացրու, քո դեպքում պապան չէր, մաման էր։ Ջաջավակը համակերպել էր, որ մենք չենք ուզում բակից տուն գալ։ Այ։ Եկաք Աննա Բագրատովնա։ Երեխան քնած է, ես էլ ինչքան պետքա կմնայի, իզուր եք շտապել։ Չկարողացա բալես։ Չկարողացա այդ տանը երկար մնամ։ Աննա Բագրատովնա։ Ես ուզում եմ ձեզ օգնել, բայց չգիտեմ ոնց օգնել։ Ծնող կորցնելը շատ ծանր բան է։ Երանի չգնայի մոտը։ Երանի չասեի են ինչ ասեցի։ Երանի լռեի ոնց որ ամբողջ կյանքում եմ լռել։ Ես ու պապաս կռվով բաժանվեցինք։ Մենք ամբողջ կյանքում չենք հասկացել իրար։ Երանի չգնայի։ Երանի չասեի են ինչ ասեցի։ Երանի ցավը հոգումս խեղդեի, ոնց որ ամբողջ կյանքում եմ արել։ Երանի չասեի իրան այդ խոսքերը։ Աննա Բագրատովնա, մի լացեք էլի։ Իմ սիրտն էլ լացվում։ Երանի էլի լռեի։ Լռեին ինձ ոնց որ ամբողջ կյանքում եմ լռել։ Ինչի համար էին այդ խոսքերը, դաժան խոսքերը, ինչի համար էին։ Ավելի լավ չէր գրկեի։ Գրկեի, համբուրեի ու ասեի, որ ներում եմ իրան։ Եթե պակաս Բագրատի աղջիկը սիրեկան ունենա, ասա գետինը մտնեմ պրծնեմ էլի։ Ոսկի տղեն ձերքը տա հանգել։ Վայլի էլի, ինչ ես կյանքդ փչացնում։ Ոսկի տղա, դու հաշվի չես առնում, որ ես իրան չեմ սիրում, որ ինքը ամուսնացած բաժանված է։ Ո՞վ ամուսնացած բաժանված։ Այդ քո ասած ոսկի տղա Միքայելը։ Հերիք չի ամուսնացած է, մի հատ էլ երեխա ունի, իրանց տան մեջ։ Նա երբեք ամուսնացած չի եղել։ Խեղճ տղեն շարի մեջ հանգել։ Որ մեկը սա ապահովագրած դրանից։ Իր երեխուն չպայր դուրս գցեր, հա։ Ինչ ուզում ա թողանի։ Մենակ թե ինձնից հեռու։ Ուշ աղջիկ ջան, նշանվել ես պիտի ամուսնանաս։ Տեսնես կոնե մի քիչ սիրում էր ինձ։ Բայ, հա, ոնց չկա տենց ծնող, որ իր երեխուն չի սիրում։ Երանի մի օր ների ինձ։ Կների։ Բայց ես ինձ չեմ ների։ Ձենդ չլսեմ։ Ինձ դուր ա գալիս։
խոհանոցում լինել։ Նեղվերս հանգստանում է։ Համել սոված չենք մնա։ Եթե ուզում ես ես վաղագրեմ մարդկա ջան։ Հələ դու փորձի։ Այդ ժամանակ իմ հետ գործ կունենաս։ Միքայել տղա։ Հաբես քեզ դուր է գալի այս վիճակը։ Հա, ինձ այս վիճակը դուր է գալի։ Կան թե ինչ-որ մեկը գա, անուտա գտի-տակ փնփնտա։ Դե լավ դու գիտես։ Տղա ջան, ես չեմ դժգոհում։ Ավելի լավ է խոհանոցում, քան Բագրատի նման 4 փետի մեջ պարկած։ Մի տեսակ հավատս չի գալիս, որ Բագրատը չկա։ Բայց գիտես ինչ, ոնց որ թե Բագրատի հարազատային ստացվեց։ Մի բան ինչի։ Բագրատը այն մարդն է, որ բոլորիս կթաղեր ինքը վերջում կմեռներ։ Ինձ թվում է հաստատ իրան օգնել են, որ այն աշխարհ գնա։ Ով։ Ինչ իմանամ։ Տղետ ուր գնաց։ Շատ իմանամ։ Կենակ շում հետս։ Կարող է տղետ ուզում է Բագրատի թաղման երեկոն կազմակերպի։ Ինչ իմանամ։ Կարևորը խեղճուս հանգիստը, որ Հայաստանում է։ Ինձ թվում է թորանս ծույտը վկայել է, որ պապուն կորսրել է։ Դրա համար վերարտացեք էլ։ Ավելի պապա։ Ման գնաց։ Դա ուժերը վերագնաց եկել է, որ նորից բազմաղբյուր գնա։ Անակնկալ։ Սեմ! Ընտանիք։ Ոնց եք։ Ոնց ես տեղյաս։ Ես շատ լավ եմ, դուք ոնց եք, որ ձեզ տեսնում եմ ոնց կարամ լավ չլինեմ։ Ոնց է Սեմ ջան, էս ինչ անակնկալ էր։ Բոլորիս անակնկալի բերել։ Այո, կարելի է ասել, Սեմ այս պահին բոլորիս ուրախության պատճառն է Եկեք, նստեք, տեսնեմ, եւ հանից գիտեք, որ Սեմը գալու է եւ լռում եք, հա։ Օրինակ, ես 2 ժամ։ Իսկ ես ընդհանրապես չգիտեի ու բոլորիս անակնկալի բերել։ Հուսով եմ որոշելս մնաս։ Չէ, մի բան կասեմ, մեր Հայաստանից, մեր հող ու ջրից լավ տեղ չկա։ Ճակը դել հա բուրել։ Ինչքան էլ ասենք գնում ենք այստեղ, գնում ենք այնտեղ մեկա, մեր Հայաստանից լավ տեղ չկա։ Այնպես որ քո վերադարձը եւ որոշումը մնալու նշելու ենք։ Աղջիկներ օգնեք, մի հատ սեղան գցենք։ Մենք կերացենք, ավելի լավ է ձեզ նեղություն չտանք։ Բա եղավ։ Բաչին ասե։ Լավ գոնե թեյ բերեմ։ Գնացին։ Դե, Սեմ ջան, պատմիր տեսնեմ։ Ես շատ լավ, դուք։ Հիմա ես ոնց եմ ապրելու առանց քեզ։ Ոնց որ մինչև հիմա ապրել ես։ Չէ։ Ես միշտ սիրել եմ իմ աղբորը։ Ճիշտ է, մենք շատ ենք վիճել։ Բայց ես միշտ սիրել եմ Բագրատին։ Ես կարող եմ իմ կյանքը դասավորել։ Բայց ձեր մոր մահից հետո Բագրատը շատ էր կոտրված։ Ես Բագրատին մենակ չթողեցի։ Եթե ես չլինեի, Բագրատը ոտքի չէր կանգնի։ Հերիքա քեզ գովազը։ Ես ինձ երբեք չեմ գովել։ Հետո ում առաջ, քո։ Իսեր Աստծո։ Եթե քյատներդ պատմում ես, որ քեզ արդարացնես։ Ինչի արդարանա։ Ես ոչ մի բան չեմ արել։ Ինքն էլ դա գիտեր։ Դու դավաճանել ես հորս։ Դու հորս թողել ու գնացել ես Աննայիդ մոտ։
Այ էս աղջիկն է միշտ իր հոր կողքին եղել։ Նենց որ հիմա էլ կարաս գնաս Աննայիդ մոտ։ Վեր կաց։ Չմոտենաս, սրտովս գնա։ Ստեղ մենակ իմ սիրտն է կոտրված։ Նենց որ հիմա էլ կարող ես գնալ Աննայիդ մոտ։ Կես հավաքի, ինձ ափերից մի անի, դուրս կշպրտեմ։ Սա իմ հոր տունն է։ Սա նաև իմ տունն է, այնպես որ խելքդ գլուխդ հավաքի։ Չի ուզում քեզ մոնել, պապ։ Կներես։ Ինչի դեն ստացվել։ Ինչի։ Ինձ քեզ շունչս կտրում, մամամ։ Ինչի որոշեցիր Աննայիդ պաշտպան կանգնել։ Ինչի։ Տեսար ոնց զրկեց ինձ քո պաշտպանությունից։ Քո սիրոց պապ։ Ես չի ուզում քեզ սպանել։ Ես պատրաստ էի ինքս մեռնել, բայց քեզ չսպանեի, պապ։ Կներես ինձ տենց ստացվեց։